Նիկոլ Փաշինյանը որոշել է եկեղեցին մաքրել պղծությունից Նավասարդ arczepiskopos Կճոյանի աջակցությամբ, ում հետ այլ եպիսկոպոսներ եկել էին Նիկոլ Փաշինյանի դուռը իրենց աջակցությունը հայտնելու նրա արշավին ընդդեմ կաթողիկոսի եւ մեծ հաշվով եկեղեցու։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կապիտալը դա անկեղծությունն էր, որը ժողովուրդը սիրում էր գնահատում, այսինքն ժողովրդային հատվածը, որը քաղաքականապես այնքան էլ գրագետ չէ, ուղղակի լսում է մարդու խոսք եւ հալածյուղի պես ընդունում։ Նիկոլ Փաշինյանն այսօր մաշում է այդ միակ կապիտալը, որ ունի, կարելի ասել վերջնականորեն է մաշում, որովհետեւ Կճոյանի հետ կաթողիկոսի դեմ պայքարելը դա նույնն է օրինակ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը որոշի Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած պայքարի Քոչարյանի դեմ կամ որևէ նման կոմբինացիա, ենթադրենք Հովիկ Աբրահամյանի հետ դաշինք կազմի ընդդեմ Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմի ընդդեմ օլիգարխների։ Սա է Նիկոլ Փաշինյանի վերջնական արձանագրումը իր սկզբունքների եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ նա սկզբունքայնությունն է գնահատել եպիսկոպոսների։ Ավելին նրա քարոզիչները ասում են, որ պատվարժան հայրեր են Կճոյանի գլխավորությամբ իր մոտ հյուրընկալված հոգևորականները։ Կճոյանը, ով երևի ամենահայտնին է հանրությանը, որ վարկաբեկել է ինչ-որ իմաստով եկեղեցին եւ հոգևորականությանը, բենտլիների եւ օֆշորային սկանդալների պատմություններով։ Դե արդեն հասկանում եք, չէ՞ սիրելի բարեկամներ, խաղը ինչի մասին է, ընդհանրապես այս հոգևոր թեմաները այնքան կեղծ են, այնքան ցինիկ, որ նույնիսկ նայելն է տհաճ։ Ավելի կենսական հարցեր, որոնք ուզում են ժողովրդին լուծում չեն ստանում։ Պայքարում են կոռուպցիայի դեմ, հետ են բերում թալանը, ամեն օր Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում, սա բերեցինք, նա բերեցինք։ Հենց έτσι օրինակով Ռոմանոս Պետրոսյանն ինչ է ասում։ Պարքեավճարներից են հրաժարվել, չգիտեմ ինչ խնայողություններ են կարել, յուրացումներ են հայտնաբերել, բայց մեկ է, հոսանքը չի ժանանալու, ոչինչ չի ժանանալու։ Ոչ մեկը չի մտածում հոսանքի գների չեսնելու մասին։ Էլեկտրական էներգիայի գները Հայաստանում պետք է առնվազն 20%-ով իջնեն, առնվազն 20%-ով։ Հիմա որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջացնենք, որ արդյունքում թեկուզ ոչ մի տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո խնդրեմ առաջանա։ Նա ասում է, որ ժողովրդին պետք չէ հաջողանալ։ 150 դրամի թանկացումը հիշում եք Սերժ Սարգսյանի օրոք դարձել էր մի մեծ պատմություն, բայց նրա օրոք տրանսպորտը թանկացավ ժողովրդի համար։ Գույքը հարկը թանկացավ, բազմապատիկ։ Մյուս տարվանից ժողովուրդը, երբ որ տարվա վերջում հաշվի, այս տարի էլ կարող է հաշվել իր գրպանը, տեսնի թե որքան գումար պետք է վճարի գույքը հարկի համար եւ այն թանկացումները, որ կան, ամենաանհրաժեշտության, առաջին անհրաժեշտության ապրանքների ձեթ, ձու եւ այսպես շարունակ, ընդհանրապես կյանքի թանկացումը, ծառայությունների թանկացումը։ Ոչինչ չի ժանանում։ Հպարտանում են, որ հացահատիկ են այլընտրանքային բերել Ղազախստանից, դա մի մեծ իրադարձություն ներկայացրեցին, բայց հացը չի ժանանում։ Մենք արդեն առիթ ենք ունեցել խոսելու, որ աննախադեպ աճեր են, աշխատատեղերի ավելացում, եկամուտների ավելացում պետական բյուջեի, բայց թոշակները չեն բարձրանում, փող չկա, աշխատավարձները չեն բարձրանում։ Սա պետք է ձեզ ուսի սիրելի բարեկամներ, եւ այս տնտեսական, սոցիալ-տնտեսական ձեր կյանքը բարելավելու խոստումներն իրականացնելու քաղաքականության տոտալ ձախողում ինչպես կարելի է ծածկել, իհարկե կաթողիկոսի կուսակրոնություն քննարկելով։ Երբ մեր առաջին կաթողիկոսները ունեցել են ժառանգներ, այսինքն այդ կարգը միջնադարում է մցվել, որպեսզի վեճերը լուծվեն ֆեոդալական համայնական կարգերում, որովհետև ֆեոդալիզմի ժամանակ եկեղեցին խոշոր ավատատեր էր, եւ ըստ էության կաթողիկոսը կարող էր իր որդուն ժառանգել ամբողջ եկեղեցու կարողությունը, որովհետև դա միջնադար էր, բայց ժամանակակից օրենքներով եկեղեցու գույքը կաթողիկոսին չի պատկանում, այդպիսի վտանգ չկա։ Ուղղակի ավանդույթի ուժով կուսակրոնությունը պահպանվել է որպես բարոյական նորմ, բայց դա մեծ հաշվով հիմարություն է։ Այսքան լուրջ խնդիրներ թողած, աշխարհակաղակական խնդիրներ, անվտանգային սպառնալիքներ, ժողովրդին խոստումներ իր կյանքը լավացնելու, ընդամենը ձեզ սիրելի բարեկամներ կերակրում են ասֆալտով, դպրոցով եւ անբարոյական տերտերներով։ Չեք զգում, որ մի բանային չէ, որ խաղը անկեղծ չէ, որ ձեզ խաբում են, որ ձեզ մոլորեցնում են։ Եվ այստեղ եկեղեցին մեր սրբությունները, քրիստոնեությունը ընդհանրապես կապ չունի։ Սա
շատ པարզ քաղաքական խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է լուծել։ Առաջինը՝ պահպանելու իր իշխանությունը, եւ եկեղեցին դեմ է այն ապազգային քաղաքականությանը, որ վարվում է Ադրբեջանի Թուրքիայի պահանջով, հետեւաբար նա պետք է չզոքացվի։ Եվ այս ամենի մեջ չլուծելով միաժամանակ ձեր սոցիալ-տնտեսական բարեկեցության խնդիրը, միաժամանակ կատարելով աշխարհաքաղաքական պատվեր եւ այսպես ամեն օր ձեզ զբաղացնելով անիմաստ, անօգուտ հիմար թեմաներով կարելի է հասնել մինչև հունիս ամիս եւ փորձել նորից ստով, կեղծիքով, խաբեությամբ վերընտրվել։ Ես չգիտեմ, թե որքան կարող է տևել այդ ռեսուրսը, բայց տեսնում եմ, որ ժողովրդի մոտ անկեղծության եւ վստահության ռեսուրսը արդեն սպառնում է։